ովքեր արել ենք մեր քայլերը։ Շատ լավ։ Քոչարը Սերժ Սարգսյանը պետք է հեռանան իշխանությունից, թե ոչ։ Իշխանության մեջ չեն Քոչարը։ Նու չգան էլի նկատի ունեմ։ Մենք տեսնում ենք, որ մեր երկրին նոր ղեկավար է պետք, պարոն Ղազարյան։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր։ Եթե ժամանակ ունենք, կարող եմ ներկայացնել ինչու։ Դրանից բխում է, որ նրանք չպետք է մասնակցեն։ Մասնակցելու իրավունք մենք չունենք, իրավունք ասելու։ Ես կարծիքն եմ հայտնում։ Մենք չունենք այդ իրավունքը, որ ասենք ով մասնակցի, ով չէ, բայց մենք տեսնում ենք, ունենք տեսլական, որ պետք է փոփոխվի երկրի ղեկավարը, բացատրեմ ինչու։ Մինչև Ղարաբաղյան պատերազմից հետո մեր երկրում երկրի իշխանությունը ռազմականացված մերձ ռազմական ղեկավարների ձեռքում էր, քանի որ երկիրը պատերազմական երկիր էր։ 18 թվականին երկրի իշխանությանը եկան ոչ ռազմական գործիչներ, ավելի ընդդիմադիր քաղաքական գործիչներ լրագրողական անցյալով։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, որովհետև Հայաստանում կա կես միլիոն մարդ աղքատության շրջանում։ Մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեր երկրի այս պայն հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Բայց տնտեսությունը կայուն վիճակում զարգանում է։ Օրինակ, ինչպես եք տեսնում, որ կայուն վիճակում զարգանում է, երբ որ մենք ունենք 14 միլիարդի արդեն վարկ։ Երբ մեր արդյունաբերությունը հարցեք, Սամվել Կարապետյանն էր դա ասում։ Ասեմ, բացատրեմ։ Հարցրել եք նրան։ 14 նա ներկայացնում էր մեր երկիրը, մեր հայրենիքը։ Եվ ասում է, որ օտարերկրյա ներդրողներին զարգացման վիճակում նա ներկայացնում էր Եվրասիական տարածաշրջանում ամենազարգացող երկիրն է։ Հիմա դուք ասում եք, չէ, այդպես չի։ Դուք համաձայն չեք Սամվել Կարապետյանի։ Պատասխանեմ, երբ որ մենք հյուրեր ենք ունենում արտերկրից, անգամ հիմա, երբ որ մենք ունենք ընդդիմադիր հայացքներ, խոր ընդդիմադիր անհամաձայնություն, մենք արտերկրի մեր հյուրերին, տնտեսության առումով Հայաստանի, ամենայն դեպս այս ամբողջ process-ի անգամ ժամանակ տալիս ենք դրական իմպուլսներ։ Այն ժամանակ էլ Սամվել Կարապետյանը տեսնելով խնդիրները, նա տվել է, քանի որ ներդրողների առաջ օտարերկրյա, քո երկիրը պետք է գովաս որ գան։ Այսինքն մենք եւ եվրասիական գոտու ամենազարգացող Այո, իսկ զարգացումը ինչից է։ Այսինքն հենց արտասահմանցի գա, դուք ասել եք սխալ բան, սխալ բան չենք ասում։ Մենք մերը գովում ենք, որովհետև ուրիշ չունենք։ Դուք խափում եք արտասահմանցի ներդրողներին։ Արտասահմանցի ներդրողները մեզանից լավ են ճանաչում բոլոր երկրները, բայց եթե մենք ասենք, որ այս երկիրը վատ է, մենք երբեք ներդրող չենք բերի, պարոն Ղազարյան։ Այսինքն ինքը չի հավատացել դրան եւ չհավատալով դա ասեմ, 10 օրինակ 21-22 թվականին պատերազմի սկսվելու ժամանակ Հայաստանի տնտեսությունը իրապես շատ լավ վիճակում էր։ Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբի ժամանակ շատ լավ վիճակում էր։ Մենք տեսանք, եկան հայկական բյուջե միլիարդավոր դոլարներ, բայց որտեղ ծախսվեց այդ միլիարդավոր դոլարները։ Ինչի ասել այդ գնահատականը։ Այո, 22-23 թվականը դա ռուսական կապիտալի մեծ ներհոսքի ժամանակաշրջան էր, հիշում եք, մենք ունեինք երկնիշ տնտեսական աճ, այդ պատճառով այդ ժամանակ կար դրական շատ մեծ դինամիկա, բայց տնտեսական ամբողջ էֆեկտը, որ մենք ունեցանք, մենք չկարողացանք վերացնել երկարաժամկետ կայուն զարգացման։ Օրինակ, այդ ամբողջ ռեսուրսը մենք ձևավորեցինք եւ ավելացրեցինք նաեւ մեր պետական պարտքը։ Գիտեմ, շատերն են այստեղ ասել, որ պետական պարտքը ավել է, բայց նաեւ իշխանականները ասում են, որ դրանով դպրոց մանկապարտեզ բան ենք կառուցում, ճիշտ է։ Եվ համախառն ներքին արդյունքը 2 անգամ ավելացել է։ Բացատրեմ, տարբերությունը ասեմ։ Վրաստանի համախառն ներքին արդյունքն էլ 2 անգամ ավելացել։ Բայց օրինակ Վրաստանում պետական պարտքը 35% է, մեր 50%-ի համեմատ։ Բայց Վրաստանը շրջափակված չի, կներեք։ Վրաստանի տարածքի 20%-ը իր տարածաշրջան իր կառավարման տակ չի։ Վրաստանը անցնելով ուկրաինական պատերազմի ամենասուր շրջանը կառավարության ակտիվ քաղաքականության արդյունքում կարողացավ այնպես անել, որ չմտնի այդ պատերազմի մեջ, բայց կար ճնշում, այսինքն երկրի ղեկավարի խելամիտ որոշումները խաղաղություն բերեցին այդ երկրին։ Ես չեմ ասում, որ իդեալական երկիր է, բայց նա ձեռք բերեց խաղաղություն, ձեռք բերեց քիչ պարտք։ Հայաստանի պարտքը, որ դուք հասկանաք, 2018 թվականից մինչև այսօր վերցրած պարտքի չափով, հիմա որ մենք վարկ ենք մարում պետական բյուջեից, գիտեք ինչքան է շատ մեծ թիվ է։ 270 միլիարդ ավել վարկ ենք մարում, քան 18 թվին։ Իսկ գիտեք ինչքան է Հայաստանում թոշակների վճար ընդհանուր, ինչքան թոշակի գումար է ծախսում բյուջեն։ 290 միլիարդ։ Այսինքն, եթե այս աճը 18 թվականից հետո չլիներ պետական պարտքի, եթե պետությունը, այս իշխանությունը այսքան վարկ չվերցներ,
մենք հնարավորություն կունենայինք ամեն թոշակ կրկնապատկեինք։ Բայց այդ դեպքում կառավարությունից պարոն Կարապետյան դες հարց են տալիս, ասում են, բայն չի գալիս է սուբսիդիաներից ցենց օգտվում։ Ամենաշատ օգտվողներից մեկը դուք եք։ Մի օգտվեք, թող այդ փողը մնա տան բաներին, թոշակառուներին։ Ասեմ։ Եթե կառավարության, ես լավ չեմ ասում, եթե կառավարությունը ասես վատնա, տնտեսական ծրագիրը վատնա, դուք այդ ծրագրերից ամենամեծ շահառուն օգտվողներից եք։ Ոչ, պատասխանը։ Մենք ամենամեծ հարկ վճարողներից ենք, պարոն Ղազար։ Հա։ Մենք վճարում ենք 30-40 անգամ ավելի շատ հարկ, քան այդ ձեր ասած ծրագրերից օգտվելը։ Բայց օգտվում եք, չէ՞ կառավարության ծրագրերից։ Որպեսզի դուք հասկանաք, մեր ընկերություններից կարող է 4-ը, 5-ը, 6-ը, այսինքն մեր համար ոչ առաջնային ուղղության ընկերություններ հնարավոր է օգտվել են, բայց դրանից 30-40 վատ կառավարությունն է, լավ կառավարությունը մեր հայրենիքի կառավարությունն է։ Եվ դուք օգտվում եք նրանց մեր հայրենիքի կառավարությունից, երբ որ մենք հարկ ենք տալի, մենք գիտենք, որ մեր հայրենիքին ենք հարկ տալի։ Երբ որ մենք օգտվում ենք, մենք գիտենք, որ օգտվում ենք։ Այսինքն վերցնում ենք, բայց դա շատ փոքր քանակի ֆինանսական ռեսուրսներ են, որը մենք ընդամենը 2-3 օրվա ընթացքում այդքան չափով հարկ ենք վճարում։ Այն քաղաքականությունը, որ մեր էկոնոմիկայի նախարարությունը տարել է, այսքան ժամանակ որևէ բանով, այսքան արտադրական հզորությունների մենք աջակցություն չենք ստացել, բացի ճշտեցի հետո, տնօրեններից ճշտեցի, բացի այդ 1-2 փոքր դեպքերը։ Այն էլ Նու ես նայեցի թվերը, դրանք պատկառելի թվեր էին, այդքան էլ փոքր չէին։ Ինչքան էին, պարոն Ղազարյան։ Միլիոնավոր դրամներ էին։ Ինչքան էր, պարոն 105 միլիոն մի տեղեր, մի կազմակերպությունների հետ, որտեղ դուք համատեղ եք, որպեսզի դուք հասկանաք, միլիարդ էր, որպեսզի դուք հասկանաք 9 միլիոն օրինակներից մեկը 9 միլիոն ինչ որ սուբսիդիայի ուղղությամբ մաքսատուրքի ուղղությամբ արտոնություններ ստացել ընկերությունը օգտագործել 900 միլիոն հարկ էր տվել։ Այդ հարկ տվելը, որ ասում եք, դա լավություն չի, չէ՞։ Չէ, դա տնտեսական էֆեկտ է։ Եթե այդ ներդրումը արած չլներ, այդ հարկը չէր։ Կառավարությունը լավ աշխատում, որ աշխատում ծաղկում հարկ եք տալիս։ Այդ ներդրումը ձեր հորեղբայրը ճիշտ է, որ տնտեսությունը կայուն զարգանում է։ Հայաստանի տնտեսությունը 22-23 թվականին իհարկե կայուն զարգանում է։ Բայց կներեք, բայց այդ ամբողջ պոտենցիալը մենք կորցրեցինք։ Մենք մի քաղաքական հարց կիսացինք։ Մենք չկարողացանք օգտագործել, եթե թույլ տաք, մենք չկարողացանք օգտագործել ամբողջ այդ միլիարդավոր դոլարները Հայաստանի արդյունաբերությունը Փաշինյանի ժամանակ արդյունաբերության մասը տնտեսության մեջ համարյա 9-10% իջել է։ Այսինքն հիմա մինիմալի վրա է պատմական։ Գյուղատնտեսությունը Փաշինյանի ժամանակ արդյունաբերության տնտեսության մեջ համեմատական ընդհանուր տնտեսության տոկոսային անկում ունենք մենք։ Այսինքն տնտեսության մեջ արդյունաբերության մասը նվազում է, իսկ գյուղատնտեսությունը ընդհանրապես ոչ թե տնտեսության մեջ, այլ ընդհանրապես 10% անկում է ապրում։ Մենք խոսանք այս թեմաների մասին, բայց մենք քաղաքական հարց բաց թողեցինք։ Եթե դու գաք ազգային ժողով, Քոչարյանի եւ